Ինչպես արդեն բոլորդ գիտեք, արդեն 8-րդ ժամն է, գրեթե 9 ժամ շարունակ խոզարկությունը պարոն Ծառուկյանի առանձնատանը շարունակվում է, տեղեկատվություն այս պահին դեռևս այդպես էլ չունենք, թե կոնկրետ որ գործերի շրջանակներում է իրականացվում, փաստաբաններից Սմբատ Մինասյանը քիչ առաջ ասել է, որ պարոն Ծառուկյանը կարգավիճակ չունի, դա հենց նրա մասին է վկայում, որ խոզարկությունը դեռ ընթացքի մեջ է եւ խոզարկության ավարտից հետո նոր կարգավիճակի հետ կապված տեղեկատվություն կունենանք։ Այս պայմանությամբ ուզում եմ կարճ անդրադառնալ Multigroup կոնցեռնի կազմում գործող ընկերություններում կատարվող խոզարկություններին, Արարատ ցեմենտում, Multiwellness-ում, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատում, Multistone ընկերությունում խոզարկությունները ավարտվել են, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում եւ Օլիմպավանում եւ ցավոք սրտի պետք է հայտնեմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մասնավորապես կապարակնքվել է եւ դադարեցրել է գործունեությունը, սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետեւ սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, առաջին հերթին, որովհետեւ նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը եւ կապարակնքվի վարչական շենքը Աբովյանի 9 հասցեում գտնվող նման նախադեպ երբևէ չի եղել եւ առավել քան վստահ եմ, որ կոնկրետ այս գործողության աղետաբեր հետևանքները Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում իրենք տեսնելու են այս գործընթացի աղետաբեր հետևանքները։ Կապարակնքվել է նաեւ Արարատ ցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը, որտեղ գտնվում են բարձր աշտարակը, քաղաքապետարանի դիմաց գտնվող, որը ոչ մի հստակություն չկա, ադմինիստրատիվ շենքը կապարակնքվել է եւս, այդտեղ Multigroup կոնցեռնի հիմնականում գրասենյակներն են գտնվում, այսպես հաշվապահությունն է գտնվում, Multistone ընկերությունը, որը քարերի արտադրությամբ է զբաղվում, եւս կապարակնքված է եւ դադարեցված է գործունեությունը, Օլիմպավանում դեռ գործողությունները շարունակվում են, սակայն այդտեղ ունենք ուրիշ խնդիր, որովհետեւ այս ժամանակահատվածում, ինչպես առավոտյան ասեցի, Ամերիկայի Ամերիկայի Միացյալ Նահանգների իմշամարտի հավաքականներ մարզվում այդտեղ, UFC վարկածով աշխարհի չեմպիոն ունենք, ով մարզումներն են անցկացնում եւ այս մասով եւս լրջագույն խնդիր է առաջացել, որովհետեւ իսկապես երկրի հեղինակության ու վարկի մասին ենք խոսում, Փարավոնում, Multigrand հյուրանոցում շարունակվում են խոզարկությունները, դրանց մասով հետագայում ինֆորմացիան կտրամադրենք, սակայն այստեղ ուզում եմ լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել մեկ հանգամանքի վրա, բոլոր այն ընկերությունները, մասնավորապես Արարատ ցեմենտ գործարանը, Multistone-ը, Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը, Multiwellness-ը, այդ բոլոր հիմնարկները, որոնք որ կապարակնքվել են, քննչական կոմիտեի կողմից, բոլոր աշխատակիցները դուրս են բերվել, այդ թվում նաև անվտանգության, սպասարկող աշխատակիցները եւ անձնակազմը, որը անվտանգային առումով, խոսքը նաև ֆիզիկական անվտանգության առումով լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել, որովհետեւ բնականաբար դրանցից մի մասը գործարաններ են, որոնք արտադրությամբ են զբաղվում, կան պայթյունավտանգ նյութեր եւ այդ առումով շատ լուրջ խնդիրների կարող են հանգեցնել, այդ մասով մեր իրավաբանները արդեն զբաղվում են, որպեսզի մենք դրա հետ կապված բողոքարկման գործընթաց սկսենք, որպեսզի գոնե այդ հիմնարկների շենքային պայմանների անվտանգությունը եւ հարակից շինությունների անվտանգությունը կարողանանք ապահովել։ Բայց կներեք, այդ գործընթացը իրականացնողները գեթ մեկ վայրկյան անգամ չեն մտահոգվել, որ կարող է այսպես ուղղակի շատ համապատրաստի անակնկալ կերպով այդ հիմնարկների կապարակնքումը, թե ինչ հետևանքներ կարող է առաջացնել, այդ թվում նաև օրինակ Երևան քաղաքի կենտրոնում սրտում գործող կոնյակի գործարանը կապարակնքելու առումով։ Աշխատակցի մասին է խոսքը, օրինակ որքան աշխատակից մի քանի հազար, այս պահի դրությամբ արդեն իսկ մի քանի հազար, որովհետև օրինակ 1200 մոտավորապես ես ի պաշտոնե նաև չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որովհետև դրանք հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներ են, կարծում եմ, որ կոնցեռնի ներկայացուցիչները այստեղ կլինեն քիչ անց կարող են ավելի հստակ պատասխանել, բայց 1200 աշխատակից օրինակ Արարատ ցեմենտ գործարանը ունի, մի քանի 100 աշխատակից, եթե չեմ սխալվում, 400-ից ավել Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը ունի, Multiwellness-ը ունի 100-ավոր աշխատակիցներ, մի խոսքով արդեն իսկ մի քանի հազար մարդկանց այսպես պոտենցիալ գործազուրկ դառնալու եւ հարկադիր, այո,
Բնականաբար կապարակնքվել են, կապարակնքված են արդեն այդ ձեռնարկությունները, այս պայծ սկսած արդեն չեն աշխատում։ Այո։ Ոչ մի հստակություն չկա, հիմա պատկերացնում եք մի քանի տասնյակ իրավաբաններ այս պահին տարբեր ուղղություններով աշխատում են, ավելի ուշ մենք ամբողջական տեղեկատվությանը կտիրապետենք, թե կոնկրետ հիմնարկներից որը ինչ մասով եւ ինչ հիմքով է դադարեցրել գործունեությունը։ Այս պահին մենք դեռ հստակության ենք սպասում պարոն Ծառուկյանի տան խուզարկության հետ կապված, որովհետեւ հասկանանք, թե նրան ինչ մեղադրանք է առաջադրված կամ ինչ կարգավիճակ ունի ինքը այս գործի շրջանակներում, իսկ մնացած բոլոր հիմնարկ ձեռնարկություններում իրականացված խուզարկությունների, ընթացակարգերի, մնացած բոլորի մասով մենք գնալու ենք բացառապես իրավական ճանապարհով։ Բնակարաններում այո, մեծամասամբ ավարտվել է, որևէ բան չի հայտնաբերվել, անգամ նման զավեշտալի նախադեպերել են եղել, որ գնացել են այլ վայր, այսպես խուզարկություն իրականացնելու եւ ասել են լավ, վաղը դատարանի նոր որոշումով մենք կգանք, մի խոսքով թափթփված գործելավոճը ու այդ շատ արագ, ինչպես արդեն ասեցի, են որ չեն սպասել, որ առավոտյան լույսը բացվի, որ գոնե իրավական ընթացակարգերը նորմալ կերպով պահպանված լինեն, այս գործընթացում եւս բացարձակ թափթփվածություն է դրսևորվել։ Ոչ, մենք ձերբակալվածներ չունենք, ունենք հրավիրվածներ, տարբեր ձևաչափով այսպես հարցաքննությունների մասնակցելու, բայց գործընթացը դեռ չի սկսվել։ Պատասխանատուներից, այո, օրինակ Մուլտիստոն ընկերության տնօրենը հրավիրվել է հարցաքննության, բայց դեռ գործընթաց տեղի չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը խոսում է գործողությունների մասին եւ նաեւ հետընտրական շրջանում էր խոսում, ընդհանուր միջևա ձևակերպումներ էր անում բոմժ սարքելու ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ նաեւ մյուս առաջնորդների հետ կապված եւ հիմա մենք տեսնում ենք, երբ որ գործընթացը մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի շուրջ, տեսնում ենք ընդդիմադիր որոշ հատվածի կողմից քար լռություն տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Սա որքանով է գործընկերային ձեր կարծիքով։ Տեսեք, վաղ առավոտից տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների կողմից զանգեր, սատարման աջակցման խոսքեր, պատրաստակամություն լսել եմ, անձամբ ես բազմաթիվ ուժերի ներկայացուցիչների հետ խոսել եմ եւ որքանով տեղյակ եմ, դրանք պատրաստվում են հայտարարությամբ հանդես գալ։ Տիկին Տնոյան, հետընտրական շրջանում կամ առնվազն նախընտրական շրջանում իշխանությունը տարբեր խողովակներով դիմել է Գագիկ Ծառուկյանին ընտրություններին չմասնակցելու համար։ Իսկ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, այս գործընթացները տեղի կունենային։ Ես անկեղծորեն նման տեղեկատվության չեմ տիրապետում, Գագիկ Ծառուկյանը ինքն է որոշում իր գործունեության, Բարգավաճ Հայաստան մասնակցության եւ մնացած բոլոր հարցերի հետ կապված որոշումները կայացնում է անձամբ եւ այս դեպքում եւս Գագիկ Ծառուկյանը կայացրել է ընտրություններին մասնակցելու որոշում, որովհետեւ որպես հայ մարդ, որպես սրտացավ մարդ, որպես այս երկրում ստեղծած ու արարած մարդ, պարզապես ձեռքերը ծալած եւ անտարբեր նստել չէր կարող, տեսնելով այն ամբողջ գործընթացները, որոնք ցավոք հետ պատերազմյան, տեսեք, ես հակված չեմ եթեներով առաջնորդվելու, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այս գործընթացը կոնկրետ ֆիզիկական հաշվեհարդարների, տնտեսական հաշվեհարդարների, քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ սպառնալիքները հատկապես ակտիվացան նախընտրական ժամանակահատվածում եւ պետք է այսպես հիշեցնելով ու թարմացնելով մեր բոլորի հիշողությունը հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանը երբևէ նախահարցակ չի եղել այս ամբողջ գործընթացում, արձագանքել է հնչած սպառնալիքներին, վիրավորանքներին, հարյուրավոր անգամներ ասել է, որ իր կլասը չի գցելու, բայց միևնույն է, իր այս հորդորներից հետո անգամ միշտ հնչել է ոչ պատշաճ, ոչ քաղաքական հռետորաբանություն, որոնցից ոմանց Գագիկ Ծառուկյանը այո ստիպված է եղել անդրադառնալ այդ տերմինոլոգիայով։ Այսինքն պնդում է այն է, որ եթե չլիներ ընտրական գործընթացում նրա մասնակցությունը չէր լինի այս ամենը։ Ես նման պնդում չեմ անում, ես ուղղակի բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ այս գործընթացը մեկնարկեց հատկապես նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, մեկնաբանությունները թողում եմ մեր բոլոր բանական հեռուստադիտողներին։ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի այս տունը ծերանոց պետք է դարձնել։ Ինչ է կարծում, այսօր Գագիկ Ծառուկյանին այստեղից կձերբակալեն եւ ընտանիքի անդամներին դուրս կհանեն, թե ոչ։ Ես որևէ կանխատեսում չեմ ուզում այս պահին անել, որովհետեւ իրապես չգիտեմ, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, սակայն Նիկոլ Փաշինյանի Գագիկ Ծառուկյանը ծերանոցի վերածելու, Գագիկ Ծառուկյանի տունը ծերանոցի վերածելու առաջարկին, պահանջին, այսպես, հա, պարոն Ծառուկյանը անդրադարձել է, ասելով, որ ինքն էլ առաջարկում է, որպեսզի կառավարական ամառ
ամառանոց օրինակ մեր վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն ծառայի, Նիկոլ Փաշինյանը կարող է այսպես գնալ այս հորդորի հետևից եւ իր կառավարական ամառանոցը տրամադրի մեր վիրավոր զինվորներին։ Իսկ ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի տունը ծերանոցի վերածելու այդ, այսպես ասեմ, անհագուրդ ցանկությանը, որով բազմաթիվ անգամներ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ այս ամբողջ ժամանակահատվածում, պետք է ասեմ, որ իր բարեգործական գործունեության ընթացքում Գագիկ Ծառուկյան ընտանիքը բազմաթիվ ծերանոցներ է թե ստեղծել, թե ֆինանսավորել, թե աջակցել, բազմաթիվ ծերերի հետ կապված բարեգործական հարյուրավոր ծրագրեր իրականացրել, անվճար վիրահատություններ եւ այլն, այնպես որ ծերերի մասին հոգ տանելու այս ցանկությունը Նիկոլ Փաշինյանի կարծում եմ որ բավարար չափով իրականացվել է։ Եվ Բելարուսի նախագահ Լուկաշենկո եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին հանրային դաշտում հայտնի է իրենց մտերմության մասին։ Հնարավոր է արդյոք Նիկոլ Փաշինյանը հենց այդ մտերմությունը եւ նաեւ արտաքին ուժերի, այսպես ասած, մասնակցությունը քաղաքական գործընթացներին հաշվի առնելով այս ամենը իրականացնում։ Տեսեք, ես որևէ դեպքում շատ վաղուց արդեն դադարել եմ Նիկոլ Փաշինյանի այսպես գործողությունների մեջ որևէ տրամաբանություն փնտրել։ Ես չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը ինչ է մտածում, ինչ է ուզում, ինչի մասին է երազում, բայց վստահաբար կարող եմ ասել մի փաստի մասին մատնանշել եւ այդ մասին խոսել եմ նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ եթե կա մի քաղաքական ուժ, որին կարելի է այսպես մեղադրել արտաքին ուժերի ազդեցության տակ լինելու մասին կամ արտաքին ուժերի կողմից ազդեցություն վայելելու մասին, դա բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ում ընտրությունների ժամանակ շատ ակտիվորեն աջակցում էին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Վերջին հասնել ամեն դեպքում արդեն վաղ առավոտից ժամը 7:20-ից այո։ Եկնարկել է այս խոզարկությունը եւ արդեն 4:30 է։ Ինչ նորություններ կան այդ նաեւ ընտանիքի անդամների ազատ ելումուտը կարող է ապահովել, հնարավոր է թե Ցավոք սրտի ոչ, տանը Գագիկ Ծառուկյանը, տիկնոջ Ջավահեր Ծառուկյանի եւ մոր Ռոզա Ծառուկյանի հետ է գտնվելիս եղել, երբ խոզարկությունը սկսվել է, այստեղ այս պահին նաեւ պարոն Ծառուկյանի աղջիկներն են քիչ ավելի այն կողմ գտնվում, որոնց մուտքը եւս արգելված է եւ չեն կարողանում իրենց հայրական տուն բարձրանալ, այնպես որ կարծում եմ այս մասով հստակ է, որ կան սահմանափակումներ ելումուտի հետ կապված, ինչպես տեսակ, անգամ երրորդ փաստաբանին շատ դժվարությամբ ներս թողեցին հրապարակային վախի մասին հայտարարություններից հետո։ եկել են, աջակցել են։ Ես այդ մասին տեղեկատվություն չունեմ անկեղծորեն, առիթ չի եղել այդ մասին խոսելու։ Շնորհակալություն։